Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-531 եւ հայաստանյան 060-35-11-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրերին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ Տիգրան Մեծգնդի հիմնադիր հրամանատար, Արամաստ կամավորական ջոկատի հրամանատար, Տիգրան Մեծ ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանի եւ գյուտարար Սամվել Պետրոսյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնը Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ հարգելի հյուրեր։ Բարև ձեզ։ Պարոն Ղումաշյան, երկար ժամանակ չենք հանդիպել, բայց առիթը արդեն կա, պետք է այսօր խոսենք եւ հասկանանք ինչու է պարոն Պետրոսյանը այսօր ձեզ հետ մեր տաղավարում, ընդ որում մեր հեռուստադիտողներին ներկայացնեմ, որ Միացյալ Նահանգներից է պարոն Պետրոսյանը, ճիշտ եմ, եւ հասկանանք թե ինչ եք համատեղանելու եւ ինչ եք այսօր ներկայացնելու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ի զորահանդեսը ներկայացրեց որպես հաշվետվություն զորահանդես։ Հիմա որպես մասնագետներ, որպես մարդիկ երկար տարիներ, որ եղել են եւ պատերազմի դաշտում, եւ ստեղծել են ռազմամարզական հատուկ վարժարան, եւ գիտեն տեխնիկան ինչ է, զինտեխնիկան ինչ է, հասկանանք բանակում կատարված այս իրական փոփոխությունները, որ ցուցադրվեց Հանրապետության հրապարակում, արդյոք դրանք իրոք այն ամենն է, ինչը մեզ թույլ կտա ներկայիս մարտահրավերներին դիմակայելու։ Շնորհակալ եմ հրավերի համար, Մարի ջան, ուզում եմ ողջունեմ մեր հեռուստադիտողներին, իրոք շուտ բանից չենք հանդիպել, շնորհավոր եմ բոլորիս մեր հաղթանակների եւ տոնի կապակցությամբ, հանրապետության տոնի կապակցությամբ մի քիչ ուշացումով, բայց ոչինչ։ Մենք համոզված եմ շատ ու շատ տոներ կտոնենք դեռ, մայիսի 9-ն էլ կտոնենք, Շուշի ազատագրում էլ կտոնենք մենք դեռ, ամեն ինչ դրա գլնի։ Բայց ինչ վերաբերում է երկրի անվտանգության խնդիրներին, ես պատահական չէ, որ պատերազմի ժամանակ որոշում կայացրեցի ստեղծեմ զինվորական դպրոց, որովհետև երկրի անվտանգությունը կախված է անմիջապես մեր գիտելիքներից, կախված է մեր երեխաներին դաստիարակելուց, հայեցի դաստիարակելուց եւ ամենահզոր զենքը ես միշտ ասել եմ որ մենք ունենք դա մեր սերունդն է թե մենք ինչ ձևի պետքա պատրաստենք իրան որպես զենք մեր երկրի պաշտպանության համար ունեցան լավ ուսում ունեցան լավ գիտելիքներ հայրենասեր ու հայրենատեր եթե դաստիարակեցինք մենք իրանց մենք կունենանք ուրեմն թե ժամանակակից տեխնոլոգիաների արտադրություն արդյունաբերություն, թե ասենք աշխարհի մասշտաբով, ինչպես միշտ ասել ենք, որ հայերն են եղել միշտ բոլոր տեսակի նորությունների, զենքերի եւ այլի ստեղծողը, այդ ժամանակ Հայաստանը կունենա այդ ամեն ինչը։ Եթե չունեցանք մեր կրթությունը, մեր մշակույթը, մոռանանք մեր պատմությունը եւ այլն, ինչ տեսակի ուրեմն զորահանդեսներ անենք, մենք երբեք հաղթանակներից չենք կարող խոսել։ Ես քանի դեռ ուրեմն չէ որ մենք այն ազգն ենք, որ միշտ հաղթանակներից ենք խոսել եւ հպարտացել ենք։ Հենց այդ եմ ասում, որովհետեւ խուսափում ենք այդ։ Դե գիտեք ինչ կա, եթե մենք ցույց ենք տալիս բանակ, զորք, ասում ենք սա նրա համար չէ որ մեր երկրից դուրս ինչ որ գործողություն անի։ Երխենք ցույց տալիս, մենք ես որպես ասենք ազատամարտիկ, ազգայնական, մշեցութոր, ես մի բան գիտեմ, որ ես երբեք չեմ կարողանա մոռանամ իմ պատմությունը, իմ պապերի կանչը, երբեք չեմ կարողանա մոռանամ եւ չեմ կարծում, որ հնարավոր է, որ երբևիցե, հա, չունենանք մենք մեր ծովից ծով Հայաստանը, չունենանք մեր հզոր հայրենիքը եւ այլն, բայց այդ ամեն ինչին հասնելու համար ես նորից եմ ասում, ամենահզոր անվտանգությունը, որ ունենք մենք, անվտանգության երաշխիքը, որ պետք է ունենանք, դա մանկապարտեզից բարուրից սկսած մեր երեխեքի դաստիարակությունն է, որ պետք է բերի հասցնի նրանք, որպեսզի իրանք կարողանան կերտեն այն հայրենիքը, այն երկիրը,
որը մենք երազում ենք, որի համար գնացինք արուն թափեցինք, որի համար ընկերներ կորցրեցինք, որի համար այսօր մեր արցախցիները դարձել են որբ ու անտեր, հասկանում եք, ես ուրիշ ձև չեմ կարա ներկայացնեմ դա, սակայն ինչ վերաբերում է ռազմական տեխնիկային, այո, այն ինչ որ ցուցադրվեց, այնտեղ 2-3 միավոր կային, որոնք արտադրվել են Հայաստանում, ողջունում եմ, ես այդ ամբողջը արտադրանքները շատ պետք է լինի, հատկապես շատ ինձ դուր եկան Գռադուստանով կեքը, որոնց ես շատ շուտ բանից ծանոթ էի, ես այդ արտադրությանը եւ Բայց այդ կոչվում են Գռադուստանով կամ Դե գրադներ էին, ութը որտեղ ինչ որտեղ ցուցակներ կան, որ ասում են չունենք սմերջ, չունենք գրադ, չունենք իսկանդեր, դե սմերջ, բան, այդ հզոր ռուսական զենքերը, թե ինչ համար ցույց չտրվեցին, դա գուտե միտումնավոր արվեստ չեմ կարող ասեմ, են հզոր զենքերի մասին, իսկանդերներն են, սմերջներն են եւ այլն ունենք, ոնց չունենք, բայց ինչ համար ցույց չտրվեցին, չեմ կարող հասկանալ, որովհետեւ նրանք երևի հարձակողական զենքեր են, դրա համար առիթ չարեցին ցույց տան կամ չեն ուզում ասեն, որ մենք հարձակողական բանակ ունենք, մեր բանակը պետքա պաշտպանի եւ այլն։ Այդ պաշտպանության պահով ես մի սարսափելի բան եմ նկատել վերջերս Գորիս գնալուց ընկերներիս այցելում այդ ճանապարհը որ անցնում է Սիսյանից արդեն անցնում ենք ու Զաղթևի վրա գտնվում է Իշխանասարը ու բերել են ճանապարհի տակը արդեն դիրքերը փորվել այնտեղ մեր կողմից որ այդտեղից պաշտպանվի այսինքն այդ ճանապարհը ցանկացած ժամանակ մերը չի լինի, այ մենք այս անվտանգության մասին պետք է խոսենք, որ մեր հողերում նստած է թշնամին այսօր էլի եւ ինչքան պետք է ասենք, երբ որ իրանք մենք հզորանանք, նոր իրանց լարենք ընդեղից կամ չգիտեմ ինչ լինի, գալի մեզ չափալախեն, մենք սուս մնանք, ես այդպեսի բաները չեմ ընդունում, չեմ կարող ընդունեմ։ Հիմա ինչ վերաբերվում է մեր փայով անվտանգային հարցերին, ուրեմն թող ինձ ճիշտ հասկանան մեր հեռուստա դիտողները, ես էլ եմ ասում, այնտեղ կային 2-3 տեսակի զինատեսակներ, որոնք արտադրվել են Հայաստանի Հանրապետությունում եւ դրանցից մի հատ ինձ շատ ու շատ լավ տեղյակ եմ, դա Իրանից ինչ է ներկայացնում, որ ժամանակակից կարող եմ ասեմ աշխարհում այդպեսի երևի թե դեռ զարգացման ծրագիր չի եղել տվյալ հրթիռները բաց թողնելու վրա, որ Գռադուստանով կեն համակարգչային համակարգով վերցնի ուրեմն իր կոորդինատները ու կարողանա հարվածի այդտեղ չի ցուցադրվել նաև խելոք ռումբերի արտադրությունը, որ մենք ունենք, որոնք կարող ենք ստեից բաց թողնենք մի 10 կիլոմետր հեռավորության վրա գնա ու ուղիղ թիրախին նշանակետին հարվածներ տա, այսինքն այն հեռահար ինչ որ մենք ունենք, դրանցից չգիտեմ չի խուսափում ենք մենք, նույն իհարկե ընդ չինական, իրանական, ֆրանսիական զենքերը, որոնց վրա հայկական անուններ էին դրված, չգիտեմ քիչ էր հայկական անուն դրված իրանց վրա։ Նախարարն ասում է, որ անունները դրված են, որպեսզի նախ երկրների արտադրությունը այստեղ չնշվի, թե որ երկրներից ենք բերել եւ պայմանական են այդ անունները։ Միայն դրա համար թե ուզում ենք ասենք, որ մենք ենք արտադրել, չէ։ Բացատրությունը ամենադեպս այդ դա էլ իր այստին երկրները, այսինքն ինչ բոլորն էլ գիտեն, հələ զենքը չբերած արդեն հայտարարություն տրվում է աշխարհում մեկ, թե որ երկրից է զենք բերվում Հայաստան։ Սակայն մենք չպետք է խոսանք զենքի ներմուծման մասին։ Մենք պետք է խոսանք զենքի արտադրության մասին, որի հնարավորությունը Հայաստանը ունի, բայց շատ դանդաղ ընթանում։ Այն ինչ որ զենքերը ցույց է տրվել բերվող զենքերը, ինչի համար չեն իմ համար, ասենք հասկանալով թե ինչ բանա զինամթերք ասել հասկացողությունը, իմ համար դա չի կարա բավարար լինի, որովհետև ես տեսել եմ թե կես ժամվա ընթացքում, կես ժամ այն իրական կռվի ժամանակ, թե ինչ ռազմամթերք կա սպառվում պատերազմի դաշտում։ Այսինքն մենք պետք է ունենանք ռազմամթերքի արտադրությունը, հրթիռների արտադրությունը, փամփուշտների արտադրությունը մենք պետք է զարգ տանք, որի հնարավորությունը մենք ունենք։ Եվ պլյուս դրան, որ ես
քիչ առաջ ասեցի, այդ շնիկները, որ ցույց էին տալիս, ռոբոտ շնիկները, գայլեր, շնիկներ, չգիտեմ, գայլ են, շուն են, շակալ են, ինչ են չեմ կարող ասեմ այդպես, բայց ամենայն դեպս հետախուզական աշխատանքների բաներ, դրանք հիմնականում կարող են ծառայել ներքին զորքերի ուրեմն որոշակի աշխատանքներ տանելու համար, պատերազմի դաշտում մենք պետք է ունենանք գետնային դրոններ, որոնց հիմքը դրված է, որոնք կան արդեն, եւ այդ գետնային դրոններով պետք է նմանատիպ ուրեմն աշխատանքները տարվին եւ բազմացվեն, շատանան։ Որտեղ կան այդ գետնային դրոնները։ Մեր արտադրություն։ Այո, բավական։ Ձեզ մոտ։ Ես էլ ունեմ։ Դուք էլ ունեք։ Ինչի համար, ինչի մասին է խոսքը, որը կարող է թե վիրավորներ հանի կռվի դաշտից, որը կարող է սպառազինություն տանի հասցնի կռվի դաշտ, որը կարող է մարտի բռնվի, որտեղ որ դժվար վիճակը կարող է գնա, օգնի այդ դժվար վիճակին հետ գա։ Այդպեսի հարցեր կան եւ հիմա խոսենք արդեն ռոբոտներից, թե ես վերջերս ուրեմն ելույթ ունեցա, իհարկե ես էլ եմ ասում, ես ողջունում եմ մեր են ռազմա արդյունաբերության պահերը, որոնք մենք ենք արտադրել, ականանետերը, ԱԹՍ-ները, հայկական արտադրության, ԱԹՍ-ները գիտեք ինչ կա, հեսա քիչ հետո մենք խոսենք ԱԹՍ-ների մասին, ու ԱԹՍ-ները այսպեսին պետք է սարքվին, ինչի մասին որ մենք խոսում ենք, էլի հեսա կխոսենք, եւ անվտանգային խնդիրների պահով էլ ռոբոտների պահն եմ ասում, երկրի պաշտպանության պահով, որ ես էլի եմ ասում, այսօրվա դրությամբ մենք հասել ենք այն բանին, որ բոլոր տեսակի, նայեք ուշադրություն դարձնենք դրա վրա, հրաձգային զենքերը մենք կարողանում ենք դնենք ուրեմն տանկ ռոբոտներին, այսինքն կարող ենք տանկ ռոբոտներին եւ պաշտպանենք մեր սահմանները դարձնենք ամուր ամրոց մի հատ, անխոցելի ամրոց ռոբոտների միջոցով եւ ոչ մի տեսակի զինվորների համար մեր վտանգ չսպառող ոչ մի տեսակի բաներ չի լինել։ Եվ որ ասում եմ բոլոր տեսակի զինատեսակները, այսինքն զինվորի ձեռքում եղած ինքնաձիգը մենք կարող ենք տանք իրեն իսկ գծված ռոբոտին, որը զինվորի փոխարեն կարողանա պաշտպանի սահմանը, դիտարկի, պաշտպանի եւ խոցի, հայտնաբերի խոցի, հայեք ինչ եմ ասում, դրանից հետո արդեն կգնանք ավելի մեծ զինատեսակների, հետ ենք գնում գնդացիր, մեծ տրամաչափի գնդացիներ, մինչև ամենամեծ տրամաչափի գնդացիները, որոնք մեծ հեռահարություններ են իրանցից ներկայացնում։ Այո, այս զորահանդեսը իմ մեջ մտցրեց այնպեսի մի հույս այն բանով, որ մեր ռոբոտներին ոչ մեկը դեղի այդ բաներից ոչ մեկը մեր ռոբոտներին չէր հասնում։ Ավելի կատարյալ է։ Վստահորեն ասում եմ էդիկ, մերոնք մեր ուրիշ։ Մեր ասելով նկատի ունեք հայկական արտադրության, թե հենց իմ արտադրության, մեր ռոբոտները անուն ունեն, պարոն Ղոմաշյան։ Շանթ ենք դրել անունը, շանթ ռոբոտների մասին է խոսքը։ Ուրեմն ծա իր երթին եւ երկրի անվտանգության պահով մի բան էլ կուզում եմ ավելացնեմ, որ երկրը չի կարա անվտանգություն ունենա, չի կարա ռազմաարդյունաբերություն ունենա, չի կարա հզոր բանակ ունենա, եթե չունեցավ հզոր տնտեսություն։ Այսօր մենք տնտեսություն չունենք։ Այսօր մենք պետական ոչ մի բան չունենք։ Ոչ հանքային անազորներն են մերը, մասնավորի տակ է գնում ամբողջը, չգիտեմ ինչ երկրներ արտահանվում, ոչ ասենք գյուղատնտեսություն ունենք, ոչ էլ արտաքին շուկա ունենք։ Հենց խոսում ենք երկրի անվտանգությունից, օրինակ այս մեր քաղաքական գործիչները միանգամից ասում են, բերենք, ես ինչ երկրի հետ բարեկամություն անենք, այն ինչ երկրի հետ, որ մեր անվտանգությունը պահենք, ոչ, արեք լտեսեք, ես ասում եմ անվտանգությունը որտեղից պահենք։ Մանկապարտեզից, դպրոցից, մինչև չբերես քո աճեցրած, պահած, կատված երեխուն չբերես, հասցնես հայկական ու
դարձնես իրան հայեցի, ոչ մի բան չես ունենա դու, Մասիս էլ չես ունենա, ու Արցախ էլ չես ունենա, Նախիջևան էլ չես ունենա, Արևմտյան Փակ Հայաստանը էջերից եք խոսում, պարոն Հոմաշյան, փակված էջերից եք խոսում, թեմաներից, որոնք ասում են իմ համար այդ էջերը չեն կարա փակվեն, Մարիջան, ես այդ տեսակը չեմ, որ իմ համար այս էջերը փակվեն, Արցախում ես հարազատներ եմ կորցրել, ընկերներ եմ կորցրել, արունա թափվել ընդեղ, գիտեք ես այդ ով որ այս էջը փակում է, ես իրանց մի հատ հարց եմ ուզում տամ, և ինձ են կռվող տղերքը, որոնք գիտեն ինչից եմ խոսում կհասկանան, ինչի համար է, ասեք խնդրեմ, ինչն է պատճառը, և որ քո ընկերը, մոտիկդ, սենց վիրավոր վիճակում արունակամալին ու արդեն մահանում է, այդ պահին ժպտում է ինքը, ժպիտով է մահանում, լասեք հասկանամ խի ատենց էլ դում, ով կար այս հարցից պատասխանը տա, մեր տղերքը բոլորը ժպիտները երեսին գնացին, հասկանում եք, մեկը չափսոսած իրա զոհվելը, հույսով են եղել, որ դուք մյուսները այո, շարունակելու մենակ ոչ մեկը չափսոսած իրա զոհվելը, ու այսօր մենք դավաճանենք այդ մեր ընկերներին, դավաճանենք մեր զինվորներին, ես միշտ ասել եմ, մեր բանակը հզոր է եղել, այս պարտություն չենք տարել մեզ, մենք պարտության մատնվեցինք, հասկացեք, ես միշտ ասել եմ էդի, իմ զինվորը կռվավ, զոհվավ, մնաց դիրքում, բայց չնահանջեց, միշտ ասել եմ էդի ես, ինչպես կարելի է այդ ամբողջ մոռանալ, և իմ համար Արցախը եղել է հայկական, ու իմ համար կմնա հայկական, միշտ, Արցախցին իմ հարազատն է, իմ նույն հայն է, ով որ այսօր տարանջատում է դնում, թուրքերի է, իմ համարը տենց է, ես այս տեսակն եմ, ինձ այս բանի մեջ չեն կարագոս, սա իմ 30 տարվա, 36 տարվա անցած ճանապարհի մասին ախոսամ ես, եղավ իչկա, և այսօրվա դրությամբ, փագեմ Արցախի էջը, լավ այս գնամ ու ինձ խփեմ, հաստե փագեմ թկած ունեմ ես, մնացած, վերջ, սա է իմ նպատակը, իմ հենց իմի շնչելու, որ կարում եմ հայկական օդը շնչեմ, այս սրա համար կարում եմ շնչեմ ես, սա է Մարիջան, և ինչա ճիշտ է, առջևում չգիտեմ ինչեր է կատարվելու է սա, ես իմ ժողովրդին ընդամենը մի բան կարամ, խնդրեմ, ուղղակի, գնացեք ընտրության բոլորդ, ժողովուրդ ջան, մի առամարեք այս բանը, ձեր կամքով, ձեր ոնց էր ասած ցանկությամբ, ձեր գաղափարով, գնացեք ընտրության, ընտրեք արժանավորին, ես ուրիշ ինչ կարամ ասեմ այս ամեն ինչի մեջ, Պարոն Խոմաշյան, դուրս գանք Կարճատեկ գովազդային դադարի, որից հետո լսենք արդեն պարոն Պետրոսյանի կարծիքը զորահանդեսի մասին և որից հետո արդեն ավելի առարկայական խոսենք շանթ ռոբոտների մասին մի քանի բան, հնարավորինս թույլատրելի սահմաններով։ Կարամ նույնիսկ ցույց տամ, թե եթե կարա կադրերը դնեք, ցույց տանք մեր հանրությանը։ Հիմա կփորձենք խոսենք։ Մեկը արդեն բառադի ժամանակ շատ բան են ցույց տվել։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար և կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։
Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Այգելի հայրենակիցներն ու անտապանը կրկին եթերում է։ Պարոն Պետրոսյան, դուք ինչ տեսակ կամ ինչ չտեսակ այդ զորահանդեսում, ինչ ձեզ համար արձանագրեցիք, ինչ ունենք եւ ինչ չունենք։ Զորահանդեսում բարև ձեզ նախ, բարև ձեզ, բարև արգելի ժողովուրդ։ Ճիշտն ասած ձեզ շատ էի կարոտեմ, միշտ ուզում եմ որ ժողովրդի հետ շփվեմ։ Ինչ տեսա է զորահանդեսում, ես նայել եմ հեռուս տելևիզորով, չեմ գնացել, բայց այն ինչ-որ տեսա, ոչինչ չտեսա, խաղալիքներ էր դրած, այդ կան զենքով չեն կարիվանեն, պաշպանվել, ոչ թե հարցակվել, պաշպանվել չեն կարող, այդ զենքերով, եթե մի այսօր թռնում են դրոնները 3000-4000 կիլոմետր, Ուկրաինայից հասնում են մինչև Մոսկվա, Կիևից, չասենք այդ կողմերից, բանից պարզվում է, որ մեր դրոնները 25 կիլոմետր կարող են թռնել։ Այդ 25 կիլոմետրը ինչի համար ես բաները։ Դու պետք է դրոն ունենաս, որ 3-4 հազար կիլոմետր հետ, որտեղ Իրանից օրինակ վերցնեն։ Թող Իրանից օրինակ վերցնեն, մարդիկ ոչ մի բան չեն խոսում, բայց գետնի տակից հանեցին այն ռակետները, որը Ամերիկան ապշեց, որը Իսրայելը զարմացավ, որ այդ կաներ իրանք ուժեղ հետախուզություն ունեն։ Բայց խաղալիքներ, կարելի ասել խաղալիք։ Եվ զգացում շատ չունենք, շատ քիչ են դրանք։ Եթե ունենանք գոնե ամեն մի զենքից մի 10 հատ ցույց կտան, ոչ թե 3 հատ, 4 հատ ցույց են տալիս, 10 հատ գոնե ցույց տային։ Ինչ ունեն, նա ցույց տվեցին։ Սա ավելի շատ ոչ թե զենք էին ցուցադրում, սա ավելի շատ կառավարությանը ռեկլամ էին անում, որ ընտրություններն իրանն ընտրեն։ Որտես Փաշինյանը աշխատել է զենք ունենք, բայց դե զենք չկար։ Օրինակ դուք ինչպես եք պատկերացնում հայկական բանակի զինանոցը, որ ասում եք խաղալիքներ է, զենք չկա, եթե ունենային ցուցադրենք, ինչպիսին պետք է լիներ այսօրվա այդ։ Ասեմ առաջերտին ես իմ պատկերացումը ինչ է։ Մենք միասին երկուսս ունենք շատ մեծ պլաններ, ինքը զենքն է արտադրում, իրան արտադրած զենքերի մասին քաշ տեղյակ եմ, ես իրան սպասարկում եմ ծառայությունը, զենքերի ծառայությունը, այսինքն երկուսով կարող ենք ամբողջ մի բանակի դեմ դուրս գալու, մի պետության դեմ, շատ հանգիստ, դրա համար մեր կառավարությունը պետք է թույլ տա Հումաշյանին, որպեսզի ինքը արտադրի
պետք է ֆինանսավորի որոշ չափով։ Այդ հայ ինքը որտեղից այդ կան գումար։ Այդ Իմ ինչ-որ արտադրանքի մեջ ատկատ չկա, ախր, ոնց թույլ դրել։ Այսինքն գիտեք ոնց է անհասկանալի ձևով են մտածում մեր կառավարությունը։ Ժողովուրդը ուզում է տեսնել լավ է։ Հետո վերցնենք մի րոպե, որ այդտեղ խորը դատենք ու այսօր Ռուսաստանում արտադրվող բոլոր զենքերի մեծ մասամբ կոնստրուկտորները հայեր են։ Մյուս երկրները, որոնք ունեն զենք, լավ զենք, կոնստրուկտորները հայեր են։ Չեմ խոսում արտասահմանյան երկրներից, խոսում մեր մոտ երկրներից։ Բայց Հայաստանում այդքան խելացի ինժեներներ ունեն, որոնք կարող են այնպիսի զենքեր ստեղծեն, որ աշխարհը չել պատկերացնում, բայց այսօր ոչ ոք չունենք։ Իսկ այդ զենքեր ինչ զենքեր են։ Դրանք տանկեր են, դրանք հրամաններ են, դրանք թնդանոթներ են։ Զուտ ձեր երկուսի այդ ստեղծած զենքերը։ Ես ասեմ, կարանք շատ բաներ ասենք, բայց չի կարելի։ Ոնց որ մենք անմիջապես բոլոր թշնամի երկրներին ասում ենք մենք սա ունենք, իրանց ուղղություն ենք տալիս, որ դրա մասին մտածեն։ Չի կարելի խոսել, բայց ունենք շատ հզոր զենքեր։ Ես չեմ խոսի, եթե ինքը իրեն քլկը դա ասելու ինձ զենքեր ունենք, ես չեմ ասի, բայց ունենք հզոր, որ Մարիջան, այսօրվա դրությամբ Ներես, ես կարամ ասեմ, որ թող ես երբեք չեմ խոսացել Ալիևի մասին, մյուսների մասին, բայց ես կուզենամ, որ Ալիևին հասցնեն այս խոսքերը, զգուշացում եմ խելոք մնացեք։ Դուք կստանաք այն պատասխանը, որ ամբողջ քո երկիրը քանդվելու է։ Չափդ մի անցկացրել, Ալիև։ Ուրեմն այսօրվա դրությամբ Պարոն Պետրոսյանը ի վիճակի է Հայաստանին դարձնի ամենահզոր էներգակիրը աշխարհում եւ գազը, նավթը, վառելիքը, բենզինը, բանը կարանք այնց անենք այդ ամեն ինչը մոռանանք մեր երկրում եւ արտասահմանին էլ դեռ հզոր էներգիա վաճառենք։ Այ հիմա մեր համագործակցության առաջի փուլը գնում է նրանով, որ իմ ռոբոտները հեռավար լիցքավորումներ ստանան, հեռավար։ Էլ չլինի այնպես, որ ասենք ակումուլյատորներ, այդ մարկուսները հանգարց նստեն եւ այլն, այնտեղ հոսանք պետքա լինի, արևային կայաններ պետքա լինի, անդադար հոսանք գալու։ Հիմա դրանք էլ պետք չեն գալու։ Հիշում եք ինչից ենք սկսել ձեր ռոբոտները, ծանր համակարգիչներով, չգիտեմ ինչերով, հետո դարձանք անթեր։ Հիմա որ հիշում եմ, ես գիտեք, սահմանից այն առաջվա տարածքները, որ կա ինչ է առաջի վիպուսկը, հիմա որ հետ եմ բերել, դրել եմ վիստավկի պես մոտս դրած, իհարկե փոխարինել ենք նորերով, հետո այն նորը եկել է մինչև 5-րդ սերունդ հասել է այդպես փոխարինումը։ Հիմա որ նայում եմ առաջինից գալիս ասում, ես նայում եմ այն առաջինին, ոնց որ մի հատ երկաթի կտոր, ու ես ասում եմ Աստված, նիժելի սրա համարը տես ուրախացել էինք մենք։ Ու դե տեսեք կատարելագործված եկե հասել է ուր է այդ պահն է։ Ну, սա է հիմնական, ասենք, մեր ոնց որ ասած հույսներս երբեք չենք կոտրում, չենք կտրում այս ամեն ինչից, մենք հույս ունենանք, որ ճիշտ ընտրություն կգնա եւ ճիշտ ձևով կօգտագործվի այն ռեսուրսները, ինչ որ մեր երկրի անվտանգության համար պետք են, եւ ես նորից եմ ասում, որ շատերն ասում են մենք արտասահմանից կբերենք վարձկաներ, կկրվեն մեր փոխարեն, ասեք այդ վարձկաներին մենք արտադրում, չեք տեսել ռոբոտային զավոդները ինչ են, խփում հանում, դա ձեր վարձկաները թողել են, որոնք հենց արտադրվեց, նրա վրա էլ գումար չեք ծախսում, բան չեք անում,
եւ ոչ էլ մեռնում են, ոչ էլ սպանվում են, էլի։ Դե արտադրեք այս վարսկաներին, սահմանը պահեք, վարսկաների զորք արտադրենք, ոչ թե գնանք ուրիշներին փող տանք, ասենք արեք մեր համար կռվեք։ Այսպես պետք է մտածվի երկիրը հզորա։ Ես այս մտքին եմ, ես ու պնդում եմ ես իմ տեսակետը, որովհետև ես խոսում եմ ոչ թե ինչ-որ թղթի վրա գրված պրոյեկտի մասին, ես խոսում եմ իրական փաստերով, այն հիմա որ միկրոֆոնը շոշափում եմ, ես շոշափում եմ այդ ամեն ինչը ու տալիս եմ շոշափելու բոլորին։ Եվ մեր զինվորը դա շոշափում է այսօր, ինչի մասին ես որ խոսում եմ, էլի։ Իսկ քարոզարշավի մասնակից ուժերը փորձեցին շոշափել ձեր այս ծրագրերը կամ եղավ ինչ որ համագործակցության կամ ծրագրերի ես ճիշտ ասած ոչ մեկի հետ դու շատերն են կանչել մեզ առաջարկություններ շատեր են եղել, միացեք մեր թիմին ես ճիշտ ասած ոչ մեկի հետ ասենք այդ բակայելը չէ, մարը սակայն լսելով քարոզարշավի ես հետևում եմ բանեն, լսելով իրանց քարոզարշավների բանին, մի կազմակերպի կուսակցություն, մի կուսակցություն կա, որտեղ ռազմաարդյունաբերության մասին շատ են խոսում, ժամանակակից տեխնոլոգիաներով բանակը զինելու մասին շատ են խոսում, դա Աստված հավատամ ես այդ բանին և դա Աստված իրականանա, որտև իմ ցանկությունը դա է, իմ տեսակետով երկրի փրկությունը դա է, խոսվում է թե ժամանակակից տեխնոլոգիաներից, թե դրոններից, թե ասենք բունկերներից, ամեն ինչ ասում են մարդիկ և այդ հնարավորությունը կլինի միայն տնտեսության զարգացման պահով։ Եթե մենք չզարգացնենք մեր տնտեսությունը, չունենանք զավոդներ, չունենանք աշխատատեղեր և չհարգենք մեր Սփյուռքին, չվերականգնենք Սփյուռքի նախարարությունը, Սփյուռքը ամենահարուստ, ոնց ասած, բանն է մեր համար, առհամարելով սենց Սփյուռքին մենք ոչ մի բանի չենք հասնի։ Փագենք, ցույց տանք մեր սա մեր Հայաստանն է, սա Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որը կամ թույլ տանք թուրքերը կան լծվին, այստեղ չենք հասնի դրանով։ Թուրքի հետ բարեկամություն անելով չենք հասնի դրան, ինքը պետք է մեզ հարգի որպես հայ մեր մասիսով։ Ես սենց եմ հասկանում ես ամբողջան, որպես հայ տեսակին սենց կարամ ճանաչեմ ես, որտեղ բերենք գալու բոյներին լցենք, ելենք ասենք արեք, բան արեք, ելեք ռեկլամերեք կամ ես իմ արժանապատվությունը ազգային գցեք, փչացրեք կամ միասեռամոլներին բերեն, ասեն ելեք քարոզերեք մեր համար։ Դա ընդունելի չի իմ տեսակի համար, չի կարա ընդունելի լինի, Մարի ջան։ Պարոն Պետրոսյան, մի հարց ունեմ ձեզ։ Դուք ասում եք, որ կարող ենք Սփյուռքը և Հայաստանի ներուժը համախմբելով, միավորելով անել ամեն ինչ և Հայաստանը պահել, լինել անվտանգ, լինել ուժեղ և նույնիսկ մենք կարող ենք խաղի կանոնները թելադրել։ Եթե հիմա այս պահին չունենք այն տնտեսությունը, որի մասին խոսում է պարոն Ղումաշյանը, ինչքան ժամանակ է պետք է, չէ՞ որ սկզբից տնտեսություն, հետո աշխատատեղեր, հետո ասեմ Եթե մեր կառավարությունը թույլ տա, ես մտնեմ Հայաստան, 3 ամիս հետո Հայաստանը կսկսի զարգանալ և հարստանալ։ Այսինքն եթե սկսեց հարստանալ, պարոն Ղումաշյանին էլ մենք կարող ենք օգնել, մյուս կազմակերպություններին է կարող ենք օգնել, անգամ ես ամբողջ ուշ կումիտքս նայա, որ երբ որ նայում ես մեր հայ կանանց ովքեր զինվոր են տվել և գնաց են սովել են, խոսացնում են, վերանները ադամ չկա։ Դա պատկացվեք, ես շատ եմ խոսում։ Այդ մայրերին, որ տեսնում եմ, երեխեն գնաց է զովել է այս հողի համար ու հանգարց օպերատորը անմիջապես թույլ տեղը գտնում է, բերանի մեջ է ցույց տալիս։ Կներեք ապուշներ մեր ազգի պատիվը բավական է գցեք։ Հայ կանանց բերանը ադամ չկա, տղամարդկանց բերանը 45-50 տարեկան
գյուղի, մանավանդ գյուղի ժողովրդի, ադամ չկա, ես ինչ եք անում դուք այս ժողովրդի գլխին, ժողովրդը դրան արժանի էր, ես չեմ կարում, ես ասել եմ, ունեմ հնարավորություն, ոչ թե ունեմ, դա հնարավորություն ստեղծած գիտությամբ, կարել է Հայաստանը զարգացնել են աշան, որ որոշ երկրների, մի տարներ շարունակ աշխատած երկրների կամաց մոտենա այդ երկրի հարստությանը ու շատ կարճ ժամանակում մենք ոչինչ չունենք դուք պատկերացրեք այսօր Ռուսաստանի չեն վերցնում գազ Ռուսաստանի չեն վերցնում բենզին այս չեմ դրա կարիքը կա իսկ դրան փոխարինող մենակ էլեկտրոէներգիան է որ մենք կարող ենք Հայաստանից վաճառել Ես բաժարված հոսանքի գումարը չեմ ուզում ինձ հարստացնեմ, ես դա նվիրելու եմ Հայաստանին, ժողովրդին եմ նվիրելու, ես ուզում եմ, որ մեր բոլոր գյուղերում ապրած անձանց, ովքեր ունեն հողային տարածք տան առաջ, տնամերձերը չէ կոչվում, պարլիկներ կառուցենք, ջերմոցներ, վեր կարտադրենք, մենք ձերի հոսանք կտանք տաքացման համար, մարդը չի չարշարվում, բայց բերքը պետք է կիսվի, այսինքն 50%-ը մեզ, ոչ թե ինձ, այլ 50%-ը գալիս է պետությանը, 50%-ը իրենց, մենք թե կարող է վերցնենք ընդամենը 2-3%, մենք էլ ծախսեր ունենք, ծախսերը փակելու համար, մեր ծախսերը փակելու, ես ընդամենը չեմ ուզում շատ բանը, ես լավ ապրում եմ իմ համար, ինձ 5 պետությունից հրավիրել են, բայց նամակներ շատ եմ ստացել, հրաժարվել եմ, բայց 5 պետության պատասխանեցի սկզբից, ու պետություններ, որոնք որ ինձ առաջարկում են ահավոր մեծ գումարներ, ես որ դուք ասում եք Սամվել Կարապետյանը, Ալիքարխը, Գագիկ Ծառուկյանը, Ալիքարխը, ես մի րոպեում կարամ իրանցից հարուստ տալեմ, միայն մի ստորագրեմ, բայց եթե ստորագրեցի, ես Հայաստանին ոչինչ չեմ կարող անել, նրանք թույլ չեն տա։ Այս է պատճառը, որ 7 տարի գնում գալիս եմ, 7 տարի, ամեն տարի գալիս եմ։ Պրդեմ փաստերով ցույցատալ է թե ինչ անում։ Ընդ որում դուք ասում եք ոչ մի պետության հետ պայմանագիր չեք կնքում, իսկ Միացյալ Նահանգներում որ ապրում եք, այդտեղ կան Միացյալ Նահանգները իմիջն է։ ձեր հողը չի ոչինչ չի։ Իսկ նույնիսկ այդտեղ չեք, նույնիսկ այդտեղ չեք տալիս։ Ոչ միտեղ դա 24 տարի ես տանջվել եմ, չարշարվել եմ, ստեղծել եմ, որ Հայաստանին օգտակար լինեմ։ Առաջ ասել եմ, որ դա իմ մոր խնդրանքն է, ինձ խնդրել է, որ անեմ։ Բայց Ամերիկան իմ հողը չի, ես ապրում եմ ուղղակի, ու գնացել եմ ոչ թե Ամերիկա, որպես ոնց որ այսօր փախչում գնում են, ես ստիպված եմ գնացել, որտեղ շատ վատ վիճակի մեջ էինք Եվ ստիպված գնացել եմ ընտանիքից եմ տարել, փրկել, բայց դες մնացինք այս օրեկուց, երկու տարուց հետ կդառնանք, երեխեք մեծացան, դպրոց ավարտեցին, սկսեցին սովորել Մնացի ստիպված, թորնիկ ունեցա, դες ասենք աղջիկս կարամ վերցնեմ, եթե ազաբալներ, բայց ամուսինը չի կա, բայց արդեն համոզել եմ ամուսինն է գալուս, երկու թորս բերել եմ ստեղ, Արսիս հետ առայժմ ես արդեն ստեղ ապրում, ու պետք է բնակվեն, ես հետ եմ վերադառնալու 100%-ով, արդեն բաներ եմ ուղարկել, գիտեք ոնց է, հետո մի բան էլ ասեմ, չունենք արտադրություն, մենք չունենք Հայաստանը չունի, եթե ունի մի քանի կանֆետ բան են արտադրում, առոշնի կանֆետ, այդ արտադրությամբ չեն կարող մեր դրամի կուրսը բարձրացնել, բայց այսօր դոլարի կուրսը ընկել է Հայաստանում, 360 դրամ է կազմում, այն դեպքում, որ եթե ճիշտ հաշվարկանես, պետք է 600-700 դրամ է դներ, որտեղ Հայաստանի դրամի կուրսը վաբշե ընկել է, այս հարստությունը, որ թանկանում է ամեն ինչը,
Մտեք խանութները, մարքետները, տեսեք մի սենց կդոր աման մեջ դրած սալատը 50 դոլար է վաճառում։ Դուք հասկան, ես չեմ հասկանում, ոնց են ապրում ժողովուրդը։ Այդ ժողովրդին, որ հարցնենք, ասացի քարոզարշավի ժամանակ տեսնում ենք եւ ժողովրդի դժգոհությունները իհարկե կան եւ նրանք ովքեր որ այսպես ասած գովեստի խոսքեր են ասում, բայց այն որ ախր գովեստի խոսք ասելու մի բան չեն թողել, տեղ չեն թողել, որ ասենք թե գիտես ասես, այս հարցում ճիշտ ես։ Պարոն Պետրոսյան, խոսում են քարոզարշավի ժամանակ կրթությունը անվճար դարձնելու մասին։ Ձեր կարծիքով այդ ձեր պատկերացրած տնտեսությունը, որ պետք է ունենա Հայաստանը եւ ռազմավարությունաբերությունը զարգանա, կրթությունը պետք է լինի անվճար։ Ոչ միայն կրթությունը։ Ուրեմն եթե մենք կարողանանք աշխատենք թույլ տան եւ ունենանք այն գումարները, ինչի մասին մենք մտածում ենք, կրթությունը, բժշկությունը, ուսուցիչների թոշակների բարձրացում, ուսուցիչների աշխատավարձի բարձրացում, գիտեք, եթե մի երեխա լավ ծնողի, հարուստ ծնողի երեխա հաղթված գալիս է, բայց ուսուցիչի գումարը չի ներում է, որ ինքն է լավ հաղթի, որ երեխան չզգա, որ ինքը ավելի հարուստ է, քան ուսուցիչ։ Բնականաբար խանգարելու դասը, ուսուցիչը չի կարողանալու, կողքի երեխաներին մենք նեղացնում ենք, դրա համար հարկավոր է ուսուցիչների աշխատավարձը բարձրանա, բժիշկների աշխատավարձը բարձրանա, որ բժշկությունը ձևի լինի։ Հիմա այսօր մեկը մյուսին թալանում է, ոնց կարողանում է թալանում է։ Ու բոլորը ում հետ խոսում է, մենակի փողի մասին է խոսում։ Միայն փողի մասին, ուրիշ բան չկա, թեմա չկա, ոչ ոք չի մտածում իրան երկրի մասին։ Բնականաբար շատ բաներ պետք է ծրի լինի, շատ։ Ես խոսել ենք, միասին ես ուզում եմ, որ Հայաստանի սահմանամերձ գոտիների ապրող ժողովուրդը ստանա ծրի հոսանք։ Իրեչկա մարդ արդեն ընդ է դժվարանում է, որ ծրի հոսանք ենք տալիս, ու անսահմանափակ, որ ինգրան ջեռությունը լինի, որ չգնա ցախ հավաքի բերի, որ ծմեր ոչ, մարդը պետք է նորմալ ապրի։ Այս գյուղերի վիճակը, որ տեսնում եք, այս ինչ վիճակը։ Ճանապարհներ ենք սարքում, գոնե։ Ինչ ճանապարհ է։ Ասֆալտապատ ճանապարհներ են։ Արեք ստեյս գնացեք մի հատ սովետաշեն։ Ամեն 10 մետր մեկ այս բաներ են, տղ մեքենաները արդեն մետ գնացեք, ճանապարհի ճանապարհ կա։ Ծառատնում չունենք, մենք պարտավոր ենք, տարեկան գոնե 2 միլիոն ծառ տնենք, ու ծառերը, ասեմ, ոչ, գոյություն ունի գիհի ծառեր, գիհի ծառերի արտադրած գազը, եթե 5 կիլոգրամ գազը պաստոնես Հայաստանը Երևան քաղաքի վրա, Երևանում մի շաբաթ ոչ մի տեսակ գրիպ, անգինա, նման հիվանդություններ չի լինի։ Իսկ եթե մենք դուք պատկերացնում եք տարածքում, ամբողջ Հայաստանի տարածքում գիհիներ տնենք։ Ոչ շատ ջրի կարիք ունի, այդ ծառը բարձրանում է թփունդերից մինչև 16 մետր։ Տարբեր սորտեր կան, բայց արտադրում են գազ։ Մենք պետք է մտածենք մեր երկրի մասին։ Ես քանի կենտանի եմ իմ երկրի մասին կմտածեմ, բայց երիտասարդ չեմ։ 77 տարեկան եմ։ Ես չգիտեմ այսօր եւ ինչքան կապրեմ դեռ։ Դե պարոն Գումաշյան, պետք է պահանջենք, որ պարոն Պետրոսյանը Ես խոստացել եմ իմ թորներին։ Ումից պահանջենք, Մարի ջան, ումից պահանջենք։ Ընտրությունը առջևում, ժողովուրդը երևի կպահանջի ելի ինչ ասեմ։ Օրինակ, կներեք, այսօր ժողովրդի ես անդադ տաքսի եմ նստում ու խոսում եմ, հարցում եմ ում եք ընտրելու։
ուզում եմ որ մեզ մասը մենակ 10 վարորդներ բալը խոսում են առանց մտածելու մեկից մի բան լսել է շարունակում է խոսել այդ չեն մտածում ինչ է կատարվում մեր Հայաստանի դեմ հենց այսօր լսում ենք Ռուսաստանը փակեց բոլոր մտերքները ներմուծել Ռուսաստան մարդիկ չեն մտածում թե այս եթե ներմուծումը չլինի գյուղացին ոնց է ապրելու արտադրողը ոնց է բանվոր պահելու իսկ Ռուսաստանը որ մենք ընտրենք մեկին որ Ռուսաստանի հետ կապ ունի ժամանակավոր գոնե միջև տեսնենք ինչ է լինում այս ինչ որ անում է այսօր կառավարությունը լրիվ հակահայկական է այսինքն եթե գյուղացին այսօր պարկի տակ է պարկ է վերցրել տուն է դրել վարկերի տակ ու բերքը չի ընդունում ստիվաց պետք է թափի տեղ չկա հանձնելու ինչ երեք Արմանվիրի ճանապարհը փակել էին կլուբնիկ արտադրողները քանի որ հետ է եկել կլուբնիկը դրե փակել էին ճանապարհը հեսա ոտք է կանգնելու մեր կառավարությունը գնում է նրան որպեսզի քաղաքական պատերազմ սկսի նկատի ունեք ընտրությունները հաշտ չեն անցնելու ընտրություններից հետո էլ հնարավոր է լինել վախենում եկել ես որտեղ արդեն ընդվզում ստացված ամեն ինչ նորմալ վերջանա ես կարծում եմ որ հաստատ ժողովուրդը ոտք է կանգնելու նայած ով կընտրվի եթե օրինակ ասեմ ես Սամվել Կարապետյանին չեմ ճանաչում բայց Սամվել Կարապետյանի հետ ընդրվի Ռուսաստանի դեմ ճանապարհը բացի այսօր բացի Ռուսաստանից Բելարուսը չի ընդունի մի քանի երկրներ կա որ կարելի է տանել բերք արտադրություն չեն ընդունի քան որ Ռուսաստանի ընկերները ոնց կլինի Ռուսաստանը ասում է պամիդորի մեջ էս ինչն ավելա այն բանը դրա մաս չեն ընդունում հիմա Բելարուսը չի ընդունի կասի եթե ես ընդունեմ ուրեմն Ռուսաստանի դուրս է գալիս սդախոս համար որ պետությունները մտերիմ են Ռուսաստանի հետ ոչ մեկը չեն ընդունի մեր հայերի բերք դե Եվրոպան պետք է ընդունի հա Եվրոպան ընդունելու համար ասում են պետք է եվրոպական շուկաների հետ համապատասխանեցնենք այդտեղ այսօր գյուղացի ներողությունների գյուղացին այսօր պարատանտին հսկայական գումարներ է տալիս տեխնիկային վառելիքին ինչ գին անստում ախր չանողը չի իմանում այդ բանը ինչ գին անստում ասենք գյուղացու վրա 1 կիլոգրամ լոլիկը խոսքի օրինակ մտածում են իրանք այդ մասին Եթե Թուրքիան դրա աղբերություն եք ելում գնացեք վերեք լսեք թուրքական ամրակացտե թունավորեք ադրբեջանականը բերեք թունավորեք այդ նպատակը ամբողջ որ փակվում է այդ շուկան ռուսական որ թուրքանանք լրիվս կներեք ուրեմն տեսեք ինչ է կատարում այսօր Ադրբեջանից գազ են բերում բենզին են բերում էժան մի քիչ Բայց բենզին արտանետած գազերը հաշվել են ինչ է իրանից վերգացնում դու ստուգել են այդ երբ որ մեքենան օգտագործում է բենզինը դուրս եկած գազերի ինչ է դուրս գալիս մաքուր թույն ժողովրդի թույնավորում են Թուրքիայից վերած պամիդորը վարունգը լրիվ թույն է ոչ մի բան բացեք պամիդորը ծևի կեսեք մեջտեղը տեսեք լրիվ սպիտակ դա բոլորը թույն է Տնես բաներ կա, որ արդիկ չեն թույնը ուդում են, պետեք ես բանի դիմաց կինո Ռասիայի կողքն մոլ կա մի հատ բոլոր հակուստից բոլորը թուրքական անցած տարի եմ տեսել դա որ դուս եղավ թուրքականը եթե մենք Թուրքիայի հետ պայմանագիր չունենք բերում են մարդիկ անհասկանալի է անհասկանալի բան է հարևան է թող հարևանություն արա բայց ոչ թե թույնավոր ապրանքը բերքու ժողովրդին
Տեսեք, անվտանգությունից ենք խոսում, զենքից եկանք հասանք միջև Գյուղմթերք, միջև Հաքուստ, այս ամենը եթե Սա անվտանգային խնդիրներ է սրանք, բամարի ջան։ Միջև Վառելիք, Անվտանգությունը նրա մեջ չէ, այնտեղ ինչ են ասում Ֆրանսիայի նախագահան լավ ինչ խոսած խապեց մեզի, Ամերիկան ինչ խապեց մեզի, ով ասում դու այս սիրուն աշկերի համար ես կանեք մյուսը կանեն։ Զարգացնենք, շատ փողեր կունենանք։ Ինչը զարգացնեն։ Դու պետք է ունենաս հզոր արտադրություն։ Այդ փողը ումն են տալիս։ Դրա երկիրը զարգանում է իր արտադրությունով, արդյունաբերությունով, գյուղատնտեսությունով։ Դրանք տրանզիտ գումարների մասին է խոսքը այդում, որը պետք է մտի պետական բյուջե եւ դրանով գնա մեկ ուրիշ բաների մեջ նորից։ Արտաքին քաղաքականությունը չի զարգացնում քո երկիրը, երկիրը զարգացնում է ներքին քաղաքականությունը։ Քո անհատն է զարգացնում քո երկիրը։ Մենք չենք գնահատում մեր անհատին, ես սկզբից ասեցի, մենք չենք գնահատում մեր դպրոցականին, մեր երեխաներին, մեր երիտասարդների ապագային, մենք չենք գնահատում ուսումը, պատմությունը, մշակույթը, ոտնակ ենք տվել եկեղեցիները, հավատքը եւ ուզում ենք զարգանանք, չի լինելու դա, այդպես չեն զարգանում։ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում երեխաներին սովորել, որպեսզի լավ աշխատանք ունենան, դպրոցները դրա համար կառուցում։ QR-կոդերով են սովորում, թե դասագրքերով։ Ոնց, այ քեզ բան, մեր նայեք, մի հատ գիտնականներին, պրոֆեսորներին, դոսենտներից, չգիտեմ, ով ասես այսօր դասագիր գրող է դարձել, հոտես չի։ Նկատի ունեք միտումնավոր ամեն ինչ արվում է Ամեն ինչ միտումնավոր արվում, ես էլ ասում եմ, այո։ Դպրոցը քանդվում է ներսից, այո։ Կրթության որակը ձեզ չի ապահովում։ Պատմության դասագրքերը որքանով եք ծանոթ կրթության մեր համակարգին։ Շատ լավ ծանոթ եմ, որտեղ ունեմ ծանոթ իրանց երեխաներ։ Դպրոցների մասին է խոսքը։ Դպրոցների մասին։ Դպրոցները, եթե կա լավ դպրոցներ, որ կրթությունը բարձր մի քիչ բարձր մակարդակը, դա ուսուցիչների շնորհիվ է։ Ոչ թե պետության կառավարության շնորհիվ։ Հիշում եք, հիմա աշխատակազմի ղեկավարն է Փաշինյանի, Արայիկ Հարությունյանը, որը հիմա կարող եմ տելեզրասում ինքը խապեպա մարդ է, որտեղ Ամերիկայից գալուց անցած տարին բացադրեցի ինքը ինձ մոտ մարդ էր ուղարկել, Ջան տեսանին ստեղծած ամեն ինչը, հետո Արայիկին էին գնացել զեկուցե, Արայիկը նամակերջուր դες բան չկա, ես չեմ հավատում։ Հիմա այդ թուրքը դակ ասեմ, Արայիկ, Նյուտոնի օրենքները, Նյուտոնը օրենք չունի, Նյուտոնի բոլոր այդ 4 օրենքները, որ խոսում է ժողովուրդը, դա բանաձև է, ոչ թե օրենքներ։ Օրենքները նաև որ չի փոփոխվում, իսկ Նյուտոնի օրենքները, բոլոր իրան օրենքները արդեն վաղուց փոխվել է։ Ես չեմ փոխել, փոխողները շատ մարդիկ են փոխել։ Դե մի հատ դպրոց դիրեկտոր կին անգլեր դասատու էր։ Արայիկը մի տամ չուստվեց, որ ես անգլերեն գիտեմ։ Խոսեց, կինը պատասխանեց, ասում է չես սխալ եք, ինքը սկսեց պատասխանել։ Ու ազատեց այդ կնոջը աշխատանքից։ Ես գիտեմ ով էր միտ։ Էս են մեր ղեկավարությունը, էս է մեր կառավարությունը։ Սա ուրախ նստում էին ամենս, այդ ես կառավարության անդամները, մինիստ նախարար անձնավորությունը դասատուներին հավաքել է, բայց այդ դպրոցը լավն է, միայն եւ միայն դպրոցի տնօրենի եւ ուսուցիչների շնորհիվ։ Իմ մայրը ուսուցիչ է եղել 45 տարի։ Պարոն Ղումաշյան, քանի որ մեր հաղորդումը մոտենում է ավարտին, մենք սկսեցինք զորահանդեսից եւ նորից հետ վերադառնանք զորահանդես։ Դուք ասացիք, որ այդ զորահանդեսի ժամանակ ձեր ներկայացրած ծրագրով հրետանիները տեղափոխում էին։ Հրետանիներ չէ, հակատանկային միջոցները։
այդ ձևի։ Դա ձեր առաջարկն է եղել, Դե թե գիտեք ինչ, մենք դեռ 2 տարի առաջ ոչ թե առաջարկ մենք կվադրացիկլների վրա տեղադրել ենք հակատանկային միջոցները, ֆագոտների, որ օգնականը քշումա ֆագոտից դե վնաստած 2 ռակետը հրթիռը արջևում, 2-ը հետևում, արագ գործողություններ է կատարում, դա հիմա էլ դեռ բանակում այդ վիճակն է, որ կամազ ավտոմեքենայով, ասենք ինչ-որ մի հատվածում 4 հակատանկային հաշվարկա 8 հոգի, այս կամազով պետքա բոլորին տանեն հարկեղած դեպքում բնակեցող մեկ մանտան իրանց տեղերը, որտեղ որ պետքա իրանք լինեն, մեծ ժամանակի կորուստ է հետում և այդ կամազը վարքյանական արդեն թիրախա բոլորի համար, ու այդ 8 հոգիներ արդեն մահացած են։ Մենք արեցինք հենց, որ 4 կվադրացիկոլով միանգամից հենց տագնապը տրվում է, ամեն մեկը իր ուղղությամբ տարբեր ուղղություններով։ Եվ արագ է ստացվում։ 1 րոպեում Եվ թիրախավորման դեպքում 2 րոպեում հասնում են տեղ եւ թիրախավորելը շատ դժվար է, որտեղ փոքր օբյեկտ է դառնում ինքը եւ վարքյանական տեղ են հասնում եւ դիմավորում են տանկերին կամ զրահատեխնիկաներին, այս ձևով դրա կադրերը մենք ունենք, ուսումնական կադրերն ունենք դրա ոնց է զորքը ելնում, զորքի հետ ենք մենք աշխատել արել ես ամեն ինչը եւ այդտեղ որտեղ նկատեցի ականանետերը, մինամյոտները 120 մմ-անոց տեղադրված էին ջիպատիպ ավտոմեքենաների թափքերի վրա են պիկապատիպ, դա ինձ դուր եկավ, որ այո, այդպես արագ ձևով պետքա դրանց չնայած մեր ընկերոջը ես չեմ ուզում անունը տամ իմ ընկերոջ, ես իրա ցավը տանեմ, որ գրադներն արտադրում, ես իրան գրադ եմ ասում։ Իմ գրադ ընկերը, սենց ասեմ, էլի, որ գրադը արտադրել է եւ որ ցույց տրվեց մեր զորահանդեսի ժամանակ, արդեն իսկ մեկը ես վերջերս ցույց տվեցին նույնիսկ 1 հատ ավտոմեքենա, որ մենք 3 տարի առաջ խորհրդակցեցինք այդ մասին, որ ավտոմեքենայի թափքից մի անգամից ավտոմատ բացվի, ականանետով կրակի, փագի ու փախչի նորից։ Այդ իրա տեղից որ չհայտնաբերեն թե որտեղից է կրակել։ Ասեն մի հատ կա դրանից, իհարկե շատ թանկ հաճույք են դրանք։ Ասել ասեմ։ Զրահ մեքենայի վրա դրած գնդացիրը, միայն գնդացիրի գինը մոտ 130-150 $000 գումար արժի։ Դրանք կարելի է նայել հիանալ այդ ամեն ինչին, բայց հիմա այդ դրանք արտադրելու համար ինչ է պետք մեզ։ Տնտեսություն։ Տնտեսություն, այս մարդուն ֆինանսավորել է պետք, աշխատես որպեսզի արվի այդ ամեն ինչը։ Գումարներ են պետք, ոչ թե մի հատը սարքենք, վրեն ուրախանանք, հետո ասենք ամփերենք տենանք գումարել եւ կլինի նորից անենք, այդպես չի լինի այդ ամեն ինչը։ Ես մեքենաներ եմ ուղարկել աշխատելու համար, հիմա Երևանում եմ։ Տեղադրենք, չգիտեմ արդեն միտեղ որտեղ կարտադրենք շատ հետաքրքիր արտադրություն կտանք, բայց զինվորական։ Ոչ։ Կանենք, շատ բաներ կա, որ կարվի, անկախ նրանց ձեզ թույլ կտան, թե թույլ չեն տա, դուք ձեր աշխատանքները մասնավոր սեկտորով մենք մեր գործունեությունը դա պետության լծակների օգտագործում է ֆինանսավորում է ավելի արագ եւ ավելի մեծ ծավալներով անելու։ Սակայն ինչ վերաբերում է մասնավոր սեկտորին, բայց վաղը պարոն Փաշինյանը մեր գուարգի մարկանց կան կալանավորը։ Ինչ համար։ Որ զենք են կարտադրում։ Մենք զենք չենք արտադրում։ Չէ, որ արտադրենք։ Մենք ռոբոտներ ենք սարքել։ Ռոբոտներ ենք սարքելու։ Թող այդ ռոբոտի զենք չտան, թող բանը հրշեջ շլանք տան, դա կրակ անգցնի, ինչ է եղել։ Ոչ մի բան։ Հայկես բան։ Վե դե իրանք զենք են տալի, ես ինչ մեղավոր եմ, հա։ Կարան ամեն չել անել մեր գլխի։ Մարդկանց բոլորին վախեցրած պահում են։ Կան օգն կալանավորը։ Դե դրանք Սամվել Կարապետյանը ինչ էր արել որ կալանավորեց, մինչև այդ գնում գալիս էր քիչ կալանավոր։ Հենց այդ ընդրությունների ժամանակ կալանավորեց։ Ո՞ւմ է։ Սամվել Կարապետյանը մասին է խոսքը։ Հա։ Ինչ քիչ կալանավոր։ Կամ են մեր եկեղեցու աշխատակիցներին որ կալանավորը ինչի համար։
Ամեն դեպքում պետք է հետևենք իրադարձությունների։ Հայրենիքը վաճառել չի կարելի։ Վաճառել ոնց էլ նո։ Հայրենիքը սիրել փայփայելա պետք է, դա հատկապես մեր Հայաստանը, այդպես է պետք։ Պարոն Ղումաշյան, խոսեցինք զենքերի զինատեսակներից, խոսեցինք, որ մեր զինվորը պետք է դեռ մանկապարտեզից եւ դպրոց միջև ծառայություն ունենա բարձր դաստիարակություն, գիտակցություն, որտեղ այնտեղ գնում է ծառայելու ինչ նպատակով, այո։ Ձեր վարժարան այս տարի ընդունելությունը ինչպես է եղել, որտեղ այստեղից էլ ենք չէ հասկանում, որքանով է հասարակությունը պատրաստ, մայրերը որքանով են պատրաստ իրենց զավակների նորից զինվոր դարձնելու։ Վայ, եթե թույլատրվեր, ասեք հիմա առախսը վերայի որոշ կադրեր ստամ, ես մեր սաների ցավը տանեմ, ծնողներին էլ հետը։ Մեր մոտ լրիվ ուրիշ աշխարհ է, ասեմ ձեզ, լիարժեք Հայաստանի Հանրապետությունից Հանրապետության մեջ մի հատ լրիվ ուրիշ աշխարհ է մեր մոտ, ընտանիք է մեր մոտ, սեր է մեր մոտ, խնդություն է մեր մոտ, հայրենիք է մեր մոտ, էդ է, մեր մոտ էդ է։ Մեր հայրենիքը հզոր է դառնալու։ Ազատություն կա մեր մոտ, չկա ստիպել կամ ես ինչ անել, կամ են մյուսների պես մեզի չեն կար ասեն, սես պետք է ասեք, կնենց պետք է անեք, չի լինելու այդպես։ Կրթական համակարգում ունեք փոփոխություններ հաշվի առնելով այս արագ զարգացող ընթացքը, տեղեկատվական տեխնոլոգիաներ զարգացնում մեր մոտ, քաշ տեղյակ են բոլորը, որ թուրքերեն լեզուն որպես 4-րդ օտար լեզու հանրապետության դպրոցներ, որ մտան մեր ծրագիրները, ծրագիրը որ մտան թուրքերենը։ Արդեն մտցրել է։ Մենք ենք դրա այդ ծրագիրը ներկայացրել, այո, եւ հաղթել ենք մրցույթում ու արդեն թշնամու լեզուն իմանալու խնդրով այո մտածա։ Ես համաձայն եմ։ Թուրքերեն լեզուն որպես 4-րդ լեզու օտար մտածեն դպրոցները, որտեղ որ մասնագետներ կան, պարապում են, մեր մոտ պարապում են օրինակ։ Պլյուս դրանել ասեցի հետ էլ ռոբոտաշինությունը ասեցի, հայկական մեր մի խոսքով շատ կա ռազմագիտության առարկայի խորացումը կա, ամեն ինչը նորմալ ընթանում է, ինչը իմիջայլոց, ճանաչիր երկիրը, քողի տակ, այն ժամանակ, որ իհարկե ես 1-2 ավտոբուս այդպես առա, բերեցի նվեր որպես վարժանին, բայց ինային փչացան բաները, հիմա գրանտ Մասիս տաբակոյի կողմից պաստակոպը նվեր, որ ստացանք ավտոզի, ամեն օր էքսկուրսիաներ Հայ-Հայաստանի տեսարժան վայրեր մեր երեխեքի հետ, ամեն օր բաց դասեր մեր լեխներում, տենակ ինչա կատարվում է, այսպեսի միջոցառումների շարան, որ կա, մեր մոտ այդպես բան ոչ մի տեղ չկա։ Զորավարժություններ չենք անում, պարոն Ղումաշյան, դրա մասին էլ են խոսում, փորձագետները ներկայացնում են, որ դիմացի մեր այդպես ասած, որ հիմա փորձում ենք բարեկամանալ այդ երկրները անընդհատ զորավարժություններ են իրականացնում։ Մեզ մոտ ինչպես է, թեև պաշտպանության նախարար իր հարցազրույցում ասում է, որ արվում են դրանք, պարզապես չենք բարձրացել։ Ասեմ մի բան, զորավարժությունը թանկարժեք է, դա առաջ դերտին։ Հնարավորություն պետք է ունենանք, որ անենք մեկ, եւ երկրորդը արդեն այն ժամանակները չեն, որ ասենք զորքը սենց դաշտով մեկ փռենք, բասկոմաշ գնացինք, ես ինչ օբյեկտը գրավենք։ Հիմա զինվորը իմ ծրագրերի մեջ զորավարությունը դա որ մենք անում ենք միշտ։ Այսինքն նստած տեղը։ Նստած տեղում, այո, բունկերը նստած դու պետքա տերիտորիան գրավես։ Դու չերևա թե որտեղից ես կռվում, տերիտորիան պետք է գրավես։ Ես այդ զորավարժություններն եմ անում խոսքերով։ Գներեք, ես ասեմ, հիմա մենք պլանավորում ենք, այդ բանը կարող եմ ասել, պլանավորում ենք, որ սահմանում գտնվող զինվորները, եթե ասված ոչանի հարցալվում ըլնի, որ ոչ մի զինվոր չի մասնակցելու կռվի։ Եվ այսինքն մենք զինվոր չենք կորցնելու, թող իրանք մտածեն իրանց զինվորի մասին։ Մենք զինվոր չենք կորցնելու։ Երբեք։ Սա վերջի պատերազմը եղել որ այո, մեր ծրագիրն է այդպեսին։ Մեր ծրագիրը որ
մենք այնպիսի սիստեմ ստեղծենք, որ զինվոր չմահանա։ Պարոն Պետրոսյան, ներողությունը ձեր բանով հիշեցրիք մի բան, որ շատերն ասում են, այդ որ Ղարաբաղ եք ուզում, բան ում երեխեն պետք է թակրվա, ձեր երեխեքին մենք չենք ասում արեք գնացեք կռվեք։ Նախ հայրենիք սիրողն այդպեսի արտահայտություն չի անի, այդում երեխու հաշվին եք անում էդի։ Երկրորդը ոչ մեկի երեխու, մենք ապացուցում ենք, որ որևէ զինվոր չի դաժե բնագծին մոտենա եւ մենք հաղթելու ենք։ Մենք որ հաղթելու ենք դրա մասին խոսք չկա, որ Ղարաբաղը հետ է բերվելու դրա մասին խոսք չկա, որ նկատի ունեք այս հայտարարված խաղաղությունը դա ձեզ չի բավարարում։ Ինչ խաղաղություն։ Դա նշանակում է որ պատերազմը շարունակվում է։ Հաշվի խաղաղություն է։ Մի րոպե կներեք, ինչ խաղաղության մասին եք խոսում, որ Փաշինյանն ասում է։ Փաշինյանը ասում է խաղաղություն, այսինքն Հայաստանը ծախում է, ելում է դա խաղաղություն կնքելու։ Ինչի համար։ Եթե դու տալիս ես Հայաստանը, երեք ելույթ ունեցավ, ելույթի ժամանակ ասում է, եթե խմելու ջրի հետ հարց լինի Սևանի համար, ասում է, դա էլ Ղարաբաղի նման կլինի, այսինքն Ղարաբաղի նման պետք է հանձնվի Սևանը։ Սևանա լիճը, դա էլ է թուրքական։ Ալիևը այնքան կարամ ասեմ ոչխար է, այնքան ոչխար է, որ չգիտի ամբողջ աշխարհը գիտի, որ Ադրբեջանը կառուցվել է ընդամենը 30 թվականներին սովետական միության ժամանակ, չի հիմա չկա սովետական միություն, չի լինելու Ադրբեջան։ Էլ եմ ասում, խելոք մնա Ալիև։ Հա, ես էլ եմ շուտ ասել, խելոք մնա։ Եվ դրա համար Եթե անգամ ինձ Ալիևն ընդ է հետապնդում բանա կառավարությանը դիմում ու ասում եմ, որ ես ձեզանից փող չեմ ուզում, ինձ ձեր փողը պետք չի, չեմ ասում, ինձ փող տվեք ես հոսանք արտադրեմ, ինձ փող տվեք ես, ինձ փող պետք չի, այդ փողը տվեք զինվորներին, առաջարկեցին, որ ես մեքենա եմ արտադրում, էլեկտրոմեքենաներ, և ցուցադրել եմ, այսինքն կներեք, Տիգրան տեսել է մեքենան, ամեն ինչ նորմալ է, ուզում եմ զինվորների համար մեքենա արտադրում, վիարված տղեկ են բոլորը, ասենք, ոչ չունեն, հատուկ իրանց համար մեքենաներ արտադրենք, որովհետեւ տղաները զոհաբերել են իրենց, վիավորվել են, թև են կորցրել, ոտք են կորցրել, Գոնե նստեն մեքենան իրանց համար հանգիստ գնան, կամ չկա մի սարքավորում, բոլոր երեխաները սեփական տան երեխա չեն կամ առաջի հարգում ապրող չեն, բոլորը երկրորդ հարկ, երրորդ հարկ, ոնց են վարսանում առանց ոտքի, այսինքն դու զինվորիդ, այն որ կենտանի է մնացել, ստիպում ես ամեն րոպե տունը նստած մնա, արեք թույլ տվեք սարքավորումներ պատրաստենք, որ մարդը իրան տնից դուրս գա իշնի, սանդուղքներով իշնի, ներքև, գնա մեքենա նստի, գնա ուր ուզում է գնա, հետ գա առանց որևէ մի օգնության, ինքը դրանով ուրախ կա որ, իսկ մենք, չէ ոչ ոք չի մտածում դրա մասին։ Ձեր համագործակցությունը արդեն սկսված է։ Արդեն սկսված է, երբ ենք արդյունքների մասին ինչ-որ բան իմանալու, ունեք որոշակի ժամանակ։ Խոշոտո, սպասում ենք տենանք ինչ է գալի գլխներիս ես ընտրություններն ասնի, հետո նորություններ կունենանք։ Եթե չէ, կամ Հայաստանում գլնի ես ամեն ինչը, կամ դրսերում գլնի կտենանք որ։ Ես, ասեմ, 5 պետություն սպասվում է, որ ես իրանց պատասխան տամ, ու վշտական են զանգում, իմ իրավաբանը դե անտած խոսում է, որ զանգ է տալիս, ասում է, ինչ ես ասում, ինչ ես որոշում, դե իմ իրավաբանն էլ փողի համար է այդքան խառնված իրար, որ իրան տոկոսները ստանա, իսկ ես չեմ ուզում, այդ տոկոսները ոչ մեկին շուտ նվեր տամ։ Ներողություն, մենք չխոսեցինք դրոնների արտադրության մասին, մեր համատեղ գործակցության մեջ դիտեմ դրոններ, որոնք շատ մեծ արագություններ են ունենալու և շատ հեռահար են լինելու։ Այդ 3000-4000, հա, որ խոսում եք այդ մենք ստեյս միջև վրանք հասնի, Ամերիկա։ Արագություն են ունենալու շատ մեծ հեռահարություն են ու բեռնա տարողության պահով
բավականին մեծ բեռներ, այսինքն զինամթերք, հրթիռներ, որ կարողանան վերցնեն, այո, եւ օրերով վերևից օրերով հսկեն մեր երկիրը։ Հելան էլ ճիշտն են, ասենց ասեմ ձեզ էլի։ Այդ պետք չի, դրանք ասել։ Դե մենք չենք ասում սիստեմը։ Ասենց դրոններ ունեմ, հիմա եմ դրոն պատրաստում։ Ստեղ, բայց առանց մատորի։ Առաջարկում էի, որ դրոններ պատրաստենք ու տարօրատ հատուկ ամեն գյուղի համար, Հայաստանի ամեն գյուղի համար, որպես շտաբողության մեքենա։ Եթե ասենք մարդը հիվանդած անդրա, ձմեռա, ոնց են տեղափոխելու կամ այդ փողոցներով, ճանապարհներով, հիվանդ դեռ չի ասենք մեռնի։ Դրոնով դնում են, շտապ բերում են Երևան։ Դրանք բավականին փաստորեն մեծ դրոններ են խոսքը, այդպես ուղղաթիռների Այս քանի օրը մի հատ կամ հրապարակ կիշնեմ։ Դուք կբռնեն, անգիր, կբռնեն կոչը։ Այդ փաշես նորից։ No, չեն կարա այդ դրոնին բռնեն։ Մի լավ, անցի ուրիշ բան։ No, ես եկամ որ ճուստամ ոչ թե սա զինվորական է, այլ շտաբողության մեքենաներ։ Ուրիշ բան ես խոսանք։ Ընտրությունա դեմը մեր ժողովրդին ամերաշխություն մաղթենք այս ընտրություններում։ Նույնիսկ եթե իրար հատկապես են զոմբիներ կան, որ հատկապես կանայք այդ անշնորհք հայոյանքներ են գրում մեկն մյուսին բան, ամոթա հայեք լրիվը տել։ Բանարեք, սա կանցնիկը գնա ամսիուտին կարծանակ հետո կամաչեք իրար հայ աղջիկերքին խնդրում եմ, աղաչում եմ, ձեզ թատու մի կարեք, փողոցում թատուները կանեմ որդե պատահի ու ցուցադրում եք, ամոք տա, այս հային ոչ վայել բանը։ Եթե սկսենք այդ մասին խոսել, մենք արդեն շատ կխոսենք այդ ազգային արժեքներ, ներքին դաստիարակություն եւ հաղորդումը ոչ թե հաղորդում եղավ, ընկերական զրույց եղավ, բայց կարևորի մասին մենք խոսեցինք, որ մենք ունենք այն ուժը, որ կարող ենք միշտ լինել հաղթող, որ մենք ունենք այն հնարավորությունները մարտահրավերներին դիմակայելու, ինչպես դուք ասացիք, ոչ թե դրսից վարձկաներ բերելու, այլ սեփական վարձկաները արտադրելու, այնպես որ չպետք է հուսահատվել, պետք չէ հուսահատվել։ Եվ մեզ այս հարցի մեջ օգնողներ կան արդեն։ Մեր մի օգնող էլ կարծես թե մենք ենք, որ միշտ պատրաստ ենք լսելու եւ հաճույքով արձանագրելու այն հաջողությունները, որոնք ունենք։ Պարոն Ղոմաշյան, մենք հիշեցինք, թե ինչքան դժվարությամբ ձեր այդ ռոբոտներ, այդքան ծանր ռոբոտներից դարձեցինք թեթև ռոբոտներ, եւ հիշեք, թե տատիկները իրենց թոշակները ինչպես էին նվիրաբերում, որպեսզի այդ մեկ ռոբոտը մենք կարողանանք արտադրել, ինչքան էինք ուրախանում։ Մեր տատիկներից մի հատ 3 զանգեց ինձ։ Լացելով, աղաչելով փրկեք ես մեր երկիրը։ Այնց էլ 3 բանը Գյումրիից են զանգել, մի տարես մարդեր, ով ինձ զանգում է, համինչն է արտասվում, համինչ է բանը արտասվել տալիս։ Անես բաներն ասում ես, էլ չեմ դիմանում, բայց այս ժողովուրդը այդ ձևի ենքան ներն են այդ տարիքին զանգում խնդրում է, որ փրկեք ես երկիրը։ Եվ պարոն Պետրոսյան, գիտեք ինչ շատ այսօր տպավորվեց այն, որ դուք նշեցիք, որ զոհվածների մայրերի վիճակը, երբ որ մենք տեսնում ենք նրանց փողոցում կանգնած այդ ակցիաներին, եւ դրանց հոգեբանական, եւ բարոյական, եւ նրանց ֆիզիկական, այդ ամենը, տեսեք դուք նկատել եք, որ նրանք այդքան իրենց սքի հետ միաժամանակ նաև չունեն այն աջակցությունը, բայց կարծում ենք հիմա այս առողջապահության, այս ապահովագրության հետ կապված որոշակի հարցեր կլուծվեն։ Որովհետև ես ես ասում եմ, դա խաբեբայություն է, այս անդրությունները եթե ինքը անցավ, կամաց կփակեն։ Շնորհակալություն եմ հայտնում։ Ցավոք մեր հաղորդման ժամանակը արդեն ավարտվեց։ Եթե պարոն Պետրոսյան այստեղ կլինի, կարծում եմ էլի հնարավորություն կունենան գուցե արդեն արված աշխատանքների համար ծրագրերը չանենք ոչինչ։ Գնալու եմ։ Հետ եք գալու։ Որքան հասկացանք ընտանիքից արդեն անդամներ կան, այնպես որ գալու, որովհետև ես նորից ապրանք եմ ուղարկել։ Պետք է գա ու նորից գնում եմ ապրանք ուղարկելու։ Իսկ համագործակցության համար բաց եք, եթե մեր հաղորդումը ինչ-որ մարդիկ կդիտեն եւ կուզենան ձեզ հետ համագործակցել, ինչպես է։ Սա մեր համագործակցությունը կարող
բառերով ասել, բայց ոչ ցուցադրելով։ Քանի որ մենք դա ցուցադրելու բան չի։ Բայց բացեք համագործակցության համար, եթե Բայց լինեն ճիշտ ասած մենք որոշել ենք եւ ուզում եմ այդ առաջարկություն անեմ մոտ օրերս մենք մի հատ գիտական աշխատողների կլոր սեղան գրավենք ձեր մոտ շատ հրաշալի գաղափար։ շատ ավելի մեծ գաղափար Ավելի բոլոր որ չլինի այնպես որ Անտոտ Ղումաշյանն ասում կամ Պետրոսյանն ասում ու մեր ժողովուրդը որ ճիշտ հասկանա ամեն մեկը իր մասնագիտական գործունեությամբ ու ոչ թե ֆանտաստիկ բաների մասին պատրաստի շոշափող ինչ որ սարքել են իրանք արդեն ինչ որ ունենք արդեն ապացույցներով դնում ենք մեր հասարակության առջև այդպես քայլ ենք անում եւ ես իրոք չեմ կարող չասեմ շնորհակալ եմ մեր այն գործարարներին, հա, գործարար են կոչվում, չէ, մեծ հարուստները բան, որ կանգնած են մեր կողքին արդեն եւ մենք համոզված ենք, որ մեր տնտեսությունն էլ կզարգանա, մեր ռազմարդյունաբերություններ, գյուղատնտեսություններ Հայաստանում զավոդներ էլ կկառուցվեն, աշխատատեղեր էլ կբացվեն։ մի խոսք կարող եմ ասել։ Իհարկե։ Կառավարությանն եմ դիմում։ Թույլ տվեք մենք կառավարությանն եմ դիմում, որովհետեւ թույլ տան մենք էլեկտրոէներգիա արտադրենք եւ ժողովուրդը օգտվի։ Եվ դուք ձեր պարկված վճարները կարող եք ավելացնել։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ։ Շնորհակալ ենք Կհետևենք զարգացումներին եւ եւ կսպասենք արդեն ինչպես դուք ասացիք այդ շոշափելի արդյունքներին, որպեսզի ներկայացնենք մեր հարությանը։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։